Մեկ էլ տեսա մի հատ հսկայական կապուց էին կած։ Այդ կապուցը որ չբացեցի, տեսա ինչ էր։ Ինչ էր։ Փող մեջը։ Հսկայական հատիկներով, որովհետեւ այն ժամանակ քանի անգամ հետո փողերը փոխվեցին, դա մեծ կապուց էր։ Որ թվականին դիքի մայտա։ 45 թվերին երևի կամ 44։ Ես դպրոց չէի գնում։ Դե փոքր էի։ Ինչ արեցի։ Էլիս ես պինդ կապը ձգեցի, նստեցի խաչի մեջի, դրեցի ծնկներիս այդ կապոցը, պինդ գրկեցի։ Ասի հանկարծ մեկը կգա, կխլի կտանի։ Ախր եթե Արտաշատ գնում են դաշտի միջով, դաշտամիջուն ճանապարհով այն ժամանակ եւ ավտոբուս բան ոչինչ չկար, այդպես բան գոյություն չուներ։ Ըստ երևույթին որ մեկ եթե գնացել է Արտաշատ կորցրել է, նա հետ կգա ինչ որ ժամանակ։ Ես նստեցի, այնքան սպասեցի, արևից արդեն կայծեր էին թրջկոտում աչքերիս առաջ։ Մեկը տեսա շատ հեռվից, միգին, մազերի խփելով գլխին տալով, քաշելով իր մազերը գալիս է, սևը հակած։ Ասի հաստատ ասի ինքը կնի։ Ու ես ի վիճակի չէի նույնիսկ անգնելու։ Ես նստած մնացի։ Եկավ այդ կինը տեսավ կապոց, տվեց իրեն, վերսես բացեց։ Ախր ասում է բարիկ ջան, գիտես ասում է ամուսինս մեռել է, պատերազմի ժամանակ սպանվել է, 4 երեխա ունեմ, պամիդոր եմ ծախել, վարունգ եմ ծախել, խնձոր եմ ծախել, փող հավաքել եմ, հա պիտի գնամ սեպտեմբերն է գալիս, պիտի կոշիկ առնեմ, շուր առնեմ, որտեղ մենք բոլորս բոբիկ էինք ման գայս, կոշիկ չկար այդ ժամանակ։ Ու լացը գտրեց, այս կապոցը վերցրեց ու գնաց։ Բայց ես այդ մասին ոչ մեկին չպատվեցի, ոչ տանը, որ դա այնքան սովորական բան էր, ուրիշին ունեցվածք ուրիշին վերադարձնելը։ Ու այնպես եղավ որ մեր ուսումնարան աշխատելու ժամանակ ֆոտոյի դասի ժամանակ մի կնոջ որը ջահել մամա իր ամուսին վթարից մահացել էր նրա փողը գողացան ամբողջ ուսումնարանը խառվեց ասի շները գբերեն ինչ արեցին ոչ մեկը հետ չվերադարձեց ոչ մի միջոց չազդեց իմ 30 ուսանողներից մեկի վրա որը ես իրանց կուրսղեկն էի եւ հանկարծ հիշեցի մի պատմություն որ երբեք ոչ մեկին չեմ պատմել պատմեցի ասեցի տեսեք պատերազմ սով բոբիկ երեխա ցնցոտի ենք հակնում շուտ չկար ուտելիք չկար չէ որ այդ փողով մենք կարող ենք ապրել բոլորս կարող ենք ուշիկ ունենալ հաց ունենալ ուսված չմնալ բայց միթե այս առատ դարում այս բոլոր ձեր մեջ չկա մեկը որ այն երեխայի նման որ այդ փողը չպայեց իրան տուն չտարավ որ դա մեղք է դա ուրիշի գումար է Եվ ով որ վերցրել է այդ գումարը, տեսեմ աղջիկների աչքերը թրջվեցին։ Կբերի փողը կդնի իմ սեղանին։ Չէ՞ որ դուք խռնված սանոները ներս եք մտնում, եւ իմ գրասեղանը մոտով եք անցնում նկարչության դասին։ Եվ այդպես պատկերացնեք օրերով հիմա սպասում ենք փողը կգա թե չգա, դասախոսները ասում են երազների մեջ ընկեր Սահակյանը։ Մեկ էլ ուրեմն մի շաբաթվա մեջ 3 անգամ փողը դրեց։ Ասի ես գիտեմ որ նա արդեն ծախսել է այդ փողը, ես քիչ է բերել։ Ես քիչ բերի, թող քիչ բերի, մի անգամ չեմ պահանջում։ Քիչ դրեցին սեղանին, իմ ազատողներ գնացել եմ տուն։ Բա որ բերի ինչ անենք, ասի ոչ, ընկեսն էլ կբերի, մեկ էլ անհապեր սպասում եմ, տեսես կբերի թե չէ, ես դասի չեմ։ Զանգեցին։ Ընկեր Սահակյան, գումարը բերել եմ, բայց ավելի շատ եմ բերել, քան թե պետք էր։ Ասեցի նա զգաց որ Ալեքսի անկում այդպեսի բան չի անի իր մաքրվելու համար է նա տալիս մեզ որպես վարձ վերցե գնացեք պապակ ուտելու այդ առաջի դեպքը եւ որ եջերմուկ երեխաներին արդեն դա մեկ անգամ պատմել է չէ ասի այդպես դեպք է եղել դուք ինչ կանեք կես կվերցնեին կեսը կտայի իրան փոջի տղաների պատմում են իսկ հաջորդ դեպքը երբ որ 79 թվականի մայիսի վերջը հունիսի սկիզբը 10 օր Կպատմեք այդ քայլերթի մասին։ Էս էլ իր գիրքը։ Ուրեմն ես ընդհանրապես շատ երկար ասում, իհարկե ինչպես մեր բոլոր իմ հասակակիցներին միտինգը մենք բաց չէինք թողնում, ազգային երգեր էին երգում եւ այլ այդպես ոգևորված, սքանչացած մեր ազգի մաքրության, հզորության ուժով պաշտում է այդ բոլոր բաները, մեկ էլ հանկարծ հերոստացով ցույց տվեցին Լորիս Տրքնավորյանը օպերայի բակում է, հազարավոր մարդիկ հավաքված են եւ գնում են Գյումրի 10 օր, պետք է քայլելով եւ գումար հավաքեն, որպեսզի Գյումրին որ ավերվել է, կոնսերվատորիայի համար նոր գործիքներ, կոնսերվատորիա ստեղծեն, օգնեն մի խոսքով Գյումրի ժողովրդին։ Ասի ես գնում եմ, բարեբախտաբար ամուսնակից շարքել ես, որտեղ գիտեր որ ես խելառ եմ, այդ կողմից անհնար է ինքը ընդհանրապես իմ բոլոր տեսակի այդ մասնակցությանը դեմ չէր, որտեղ գիտեր, եթե ես մի բան անում, բարի բան եմ անում։ Ներկացա արագ հագնվեցի, վազեցի ու միացա այդ խմբին։ Արդեն ասեցինք դեպի աշտարակ, այդտեղ ձիավորները կան ճանապարհ էին դնում, ես զարմացա ձի երեք կյանք չի, դες հազոր տաներ աչքները նստած վրանը մեզ ուղեկցում էին էլի։ Այդպես անքանք աշտարակի ճանապարհը, այդտեղ բարեբախտաբար իմ խելացի ամուսին բարեբախտաբար զոնտիկ էր բերել։
Այ խելար ասում է դու արիվահար կլես, այս զոնտիկ վերջի հետ ես գիտեմ որ դու զոնտիկ չես վերցի, շնորհակալություն հայտնեցի շարունակեցի։ Ես ամբողջ ճանապարհը գնացի բոբիկ։ Մենք հասանք Աշտարակ։ Աշտարակում շատ-շատերը հետ վերադարձան, որտեվ մարդիկ, որոնք սովոր չէին վազելու, քայլելու, դե յուղի երեխա չեն կամ սպորտով չեն զբաղվում այդ մարդիկ, ոտների տակ փուչիկներ էր եղել, կողքից մի 17 տարեկան աղջիկ էր քայլում իր պապայով։ Ոտների տակ ամբողջությամբ փուչիկներ էին, հետագայում որ մենք շարժվեցինք, շատ էր ոտների տակ փուչիկներ դուրս եկան, մեքենայով օգնում են։ Իմ ոտքերի տակ փուչիկ չեղավ, որովհետև ես ամեն օր 40 տարեկանից հետո ես ամեն օր մի քանի կիլոմետր ժամացի գործարանը մարզադաշտ ունի, դա մեր տան կողքն է, մոտիկ է։ Ես գնում եմ ամեն օր այդտեղ վազում եմ եւ հետեւապես ոտերիս տակ լավ մարզավիճակում էի։ Ես մի քիչ ֆիզիկայից եմ լսել, որ սպիտակը վանում է ջերմությունը իրենից, դրա համար մարդիկ սպիտակ ներքնաշոր են հագնում, որ մարմնի ջերմությունը հետ է մղում դեպի մարմինը, իսկ սևը ձգում է ջերմությունը։ Դա հաշվի առնելու այդ օրենքը ես եւ բոբիկը եւ քայլում եմ միայն սպիտակ գծի, կողքերի սպիտակից կա ճանապարհ, սպիտակ գծով։ Իմ ոտների տակ իհարկե փուչիկներ չեղան, ոտերից ոչ էլ հոգներ էր, այն ժամանակ իհարկե ջահել էի։ Եվ հասանք Աշտարակ։ Աշտարակ ճանապարհն իհարկե երբ որ փող մարդիկ տալիս էին, երկու հոգի կար, առանցին պարկ էին պահում իրաց մոտ, մի թև լորից ճկնավորեն, մյուսը այդ պարկը, փողի պարկը։ Հասանք Աշտարակ, Աշտարակը եկեղեցի ունի հիանալի, այդ Աշտարակի եկեղեցու բակը պետք է լորիսը վրաններ խփեին տղաներով, եւ մի մեքենա կար, մեքենայի մոտ այդ մարդիկ պարկը դրած հսկիչները գալիս են փող բերում են այդտեղ, հետո տղաները փողը լսում են մի պարկի մեջ փակում էին, հատուկ ոստիկանական մեքենայով ուղարկում են Երևան։ Այդտեղ ուրեմն կար նաև մի մեքենա, որի մեջ ասում եմ տան բան շուտելու բաներ կար, որ ընդմիջում են ալի ճանապարհին։ Մեկը ես ձերքս վերցրեց, այսպես մի գիրք չէր։ Սրա կեսի նման, այսպես կեսի նման գիրք էր, ավելի հաստ, ձևավորված ոնց որ Մագաղաթյան Մատյան։ Գիրք էր, վրան գրած էր գիրք, ու ես ասի, լավ, այսպես նստեմ, վրաները խփում են, ես նստեմ գիրք կարդամ։ Ես վերցրեցի այս գիրքը, որտեղ տղաները կարդել որ նստեցի, որ ես բացեմ, տեսա ամբողջը փող է։ Մեծ գումարներ, դա հսկայական, երևի միլիոն կա դրա մեջ։ Ասի Աստված իմ ասի, տեսնում ես հələ, երևի դպրոցի երեխաներ, ինչքան մարդիկ, ինչքան երեխաներ են։ Ես փող հավաքել, ես գիրք կազմել, բայց դու ով ես, դու Մարիտան ես, դու ազնիվ մարդ ես։ Ինչ եմ դա ասում։ Ովքեր եկել են հոգնել են, հետ գնացին, ոչ մեկը չի ճանաչում, դու մենակ ես, ոչ մեկ ես ոչ ճանաչում է, ոչ տեսել է, ոչ էլ հասկանում, որ այս գիրքը ասեք թե փողը։ Դու գտար։ Ես ընկավ մի ձեռքը։ Դե ինչ արեցի ես, բնականաբար արդեն իմ արած քայլերից պետք է իմանաք ինչ արեցի։ Գնացի լորիսի վրանը, տկացրեցի, հանձնեցի գիրք, ասեց, քանի մեր ժողովուրդը այսպիսի մարդիկ ունի, ինչպիսին դուք եք, մենք անպարտելի ենք, այդ ազգը հավերժ պիտի ապրի, դա հավերժություն է։ Եվ այդպես մեծ մասամբ բոբիկ, քարքարոտ անձրևոտ օրերին մանհակած, մենք հասանք Գյումրի, ճանապարհին իհարկե շատ հուզիչ էր, այս գրքի մեջ կա գծագիրը, հետո մեկը կար, որ անդադ այդպես ուղեկցում էր, այդ բաները նույնիսկ այդ մասին գրել է, ես այդ մասին էլ ոչ մեկին չի պատմել, չի էլ ասել ընդհանրապես։ Ես որ պատմեցի, գիրքը ոնց որ ցրցամ էր, նախագիծն արել, բա ինչու չեք ասել, որ ես այդ մասին գրքի մեջ գրեմ։ Դե ասում եմ, ասեցի, հիմա ասեցի։ Այնտեղ իհարկե շատ, գիտեք ինչպես, երբ որ այդ ճանապարհ մենք քայլեցինք, յուղերի գծագիրը կա այստեղ, դու ավելի ես պաշտում քո ազգին, երջանիկ ես դու հայ ես, յուղերը գալիս են մեզ դիմավորելու, ոնց որ հարսանիք, այն փոքրիկ բալիկից մի տարեկան մինչև ծեր տատիկները, բոլոր ընտիր հագնված, լողացած, կարծես հարսանիք է, մի երջանկություն։ Ես մեր ազգին այդպես չէի տեսել, ինչքան յուղեր 10 օր մենք մտանք, ամենտեղ ջուր էին բերում, որ դուք ջուր խմեք, ուզում էին մեզ օգնեին, մի բանով օգնեին, գիշերներ անտեղ էին տալիս, որ մենք քնեինք։ Պարզապես դա մի ազգական բան էր, այդպիսի ազգունացումը չկա հպարտանալ, ես էլ ավելի սիրեցի մեր հայ ժողովրդին։